Այս նկարն է ձեր ամենասիրելի։ Այո։ Իր բոլոր աշխատանքներն էլ սիրում է, բայց սա մի առանձնահատուկ տեղ ունի եւ ցուցասրահում եւ կյանքում։ Իմ բոլոր շրջաններից հիմնականում դետալներ կան, այսինքն այն շրջանից, երբ որ աշխատում էի թատրոնում, թատերական շրջանից դետալներ կան, աբստրակցիոնիզմից դետալներ կան, ուսանողական շրջանից երևի թե դաժե դետալներ կան։ Չգիտեմ, այս նկարը իմ կարծիքով իմ ամենավերջի գործերից այն բոլոր նկարների միքսն է ու անցում դեպի այս նկարչություն։ Նկարի վրա երկար է աշխատել մոտ 1 տարի։ Նկարչի կողմից անցումային համարվող այս գործը մոտ 3 տասնյակ նկարների հետ տեղ է գտել Վանաձորի կերպարվեստի թանգարանում, որտեղ բացվեց նկարիչ Արտյոմ Բասենցու ստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդեսը։ Կերպարվեստի իր առաջին ուսուցչուհու Մարգո Մանասյանի հետ է կտրում Կարմիր ժապավենը։ Յուրահատուկ տաղանդը ուսուցչուհին վաղուց էր նկատել։ Աշակերտներին դնում էին նատյուրմորտ, իր նատյուրմորտը նման չէր մյուսների նատյուրմորտին։ Ինքը լրիվ այլ կերպեր տեսնում այդ ամենը։ Հենց դրանով էլ ինքը մյուսներից տարբերվում էր։ Ու ես միշտ ասում եմ Արտյոմ, դու ուրիշ ես էլի, դու պետքա նկարես։ Ու այսօր էլ իր նկարները, որ նայում եմ, գիտեք ինչ է, բոլորը կարող են նկարել բնանկարներ, բոլորը կարող են նկարել նատյուրմորտներ, կարող են դիմանկարներ նկարել, մոտենում ես, նայում ես, գնում ես։ Բայց երբ որ նկարին մոտ կանգնում ես, այսպես ուզում ես դու անում դնես նկարին, ուզում ես դու հասկանաս ինչ է մտածել նկարիչը, այ հենց դա եմ ես գնահատում նկարիչների մեջ, որ ասելիքը կա, երկար ես մտածում, ուզում ես անուն մտածես, հենց այդ նկարած նկարին դու ես ուզում անուն մտածես, ոչ թե նկարիչը չի գրել, բայց դու մտածում ես դրա մասին։ Այ հենց դա արվեստն է, իսկական։ Ինքը նկարիչն ասում է, ոճային առումով համարձակ փոփոխության է անցել։ Որովհետև ժամանակաշրջան եմ ապրել դրա համար, փոփոխվելու համար։ Ինձ թվում է աբստրակցիայի մեջ եմ, ֆովիզմից դեպի աբստրակցիա եմ տեղափոխվել։ Աշխատանքները հիմնականում կատարվել են 23 թվականից հետո, իմ վերջին ցուցահանդեսից հետո կատարվել են բոլոր աշխատանքները։ Ցուցադրված չեն ոչ միտեղ, առաջին անգամ ստեղ են ցուցադրվում։ Ընկերների խոսքով Բասենցու ասելիքը, այսպես ասած, երբեմն նաև ապագայի մասին է, որցինն էլ ինքնատիպ։ Կար ժամանակներ, որ մենք Բասենցի նկարչությունը ես ինքս դժվար էի ընկալում, բայց ոնց է, չէ, ընդունված մեկին խորհուրդ է տալիս, բայց ես զգում եմ, որ ինքը խորհրդի կարիք չունի, ու ինքը գիտի ինչ անում։ Ու երևի 20 տարի անց ես այսօր Բասենցի այդ նախկին նկարները նայում եմ ու ինձ համար մեծ բացահայտումներ եմ անում։ Ու ես զգում եմ, որ Բասենցը ժամանակից առաջ էր թռել։ Զուտ են փաստը, որ չեմ սիրում նկար բացատրել, վերցանել, վերլուծել, վերնագրել դաժե, այդքանը ինձ արդեն բավարար է, որ ես դաժե իմ համար եմ անհասկանալի։ Ու այսօր հպարտանում եմ, որ իմ աշակերտը հասել է այսքան, բարձրացել է այսքան տաղանդավոր, այսքան աշխատասեր է, այսպիսի ինքը ուղղակի սովորական գործեր չի նկարում, հասկանում եք, այս գործերը մնայուն գործեր են, ոչ միայն մեր հանրապետությունում, այլ աշխարհում ինքը իր գործերով արդեն հայտնի է դառնում։ Ես հույսով եմ, որ ինքը դեռ շատ ասելիքներ ունի ու շատ եմ ես զարմացնելու։ Արտյոմ Բասենցու 4-րդ անհատական ցուցահանդեսն է սա, որը Վանաձորի կերպարվեստի թանգարանում կմնա մինչև հունիսի 28-ը։ Անետ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։